Տեսեք, այսօր մենք նույնպես այդ հալածանքի մեջ են գտնվում։ Մեր եկեղեցին հալածանքի մեջ է գտնվում։ Մեր եպիսկոպոսները հալածվում են, բանտարկվում են։ Նմանվելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որտեղ ասում է, հիշեք, ասում է, ինչպես ինձ հետ վարվեցին, այնպես է ձեզ հետ պետք է վարվեն։ Եվ Հովանու ավետանի մեջ ինչ են կարդում, որ եկան եւ ձերբակալեցին։ Երեք գրոհել էին վեհարանի վրա, կարծես թե այդ նույն մարգարեությունը իրականացված լիներ։ Երբ որ եկան եւ Քրիստոսի պատվիրան Քրիստոսին ձերբակալելու, այդ նույնն էին ասում, հրաման են կատարում, այդ նույն ոստիկանները, այդ նույն ուժային կառույցները այդ նույն պատասխանն էին տալիս։ Հրաման ենք կատարում։ Ինչ է Քրիստոսին ձերբակալողները կարող են արդանալ, թե հրաման են կատարում։ Իհարկե ոչ։ Առաքյալներին ձերբակալողները կարող էին հպարտանալ, որ իրենք հրաման էին կատարում, իհարկե ոչ, դա նրանց արդարացում չէ։ Որովհետև այդ նույն սավուղները այսօր էլ այդ նույն իշխանությունն ունեն։ Եվ Դավիթը նրանց ձեռքից ճողոպ տրեց, փախավ, ձերբակալվեցին, բայց հաղթողը Դավիթը եղավ եւ ոչ թե Սավուղը։ Սավուղը պարտվողը եղավ, որտեղ Սավուղը խայտառակ պարտություն կրեց, պատերազմի դաշտում իր մահկանացուն կնքեց եւ Դավիթը հաղթեց։ Ինչ են կարծում։ Քրիստոսի եկեղեցուն կարող են հաղթահարել։ Եվ երեք էլ գրում է, թե հրադադար է մեր մոտ, այլևս չեմ հայոյելու, կեղծ փաստեր իբրև թե մարդասիրություն է խաղում։ Ինչը որ Facebook-ն է նրան արգել է, իր կեղտոտ բերանի համար Facebook-ն արգելել է, փակել է։ Եվ հենց այդ դրանից էլ դուք կհասկանաք, բոլորդ կհասկանաք, որ այս մարդիկ չարությամբ են շարժվում, որտեղ ասում է իրենց բերանը բացեցին խորանի առջև հայոյանքով, այսինքն նեռը, հենց դրանից դուք պետք է ճանաչեք։ Նեռը իր բերանը բացեց, իր կեղտոտ բերանը բացեց Աստծու խորանի հանդեպ հայոյանքով, Սավուղի նմանվելով։ Սավուղն էլ դաժանաբար վարվեց Աստծու ծառա Դավթի հետ։ Բայց ինչ ստացավ։ Ոչինչ։ Միայն ու միայն պարտություն։ Դավիթը աստվածահայր կոչվեց, Սավուղը փրկության չարժանացավ։ Եվ մարգարեն ինչ ասում, հեռու մնացեք իմ օծյալներից, քահանաներից, մարգարեներից, դուք իրավունք չունեք, ասում է, կպնեք նրանց։ Դուք իրավունք չունեք ձեր ձեռքը դնել նրանց վրա, որովհետև նրանք իմ օծյալներն են։ Այս մարդը Աստվածաշունչը խոսքը անարգեց եւ կեղծ շինծու բացահայտված արդեն կեղծություններով Բագրատ Սրբազանին ձերբակալեց։ Բայց բոլորը հասկացան, որ կեղծ է։ Միքայել Սրբազանին ձերբակալեցին ընդամենը տարուկես առաջվա, ընդամենը մի հարցազրույցով հեղաշրջման փորձ։ Ինչ է։ Այդ մարդիկ այս 13 տարիների, 18 տարիների ընթացքում 1000 անգամ հեղափոխության կոչեր են արել, ինչու չդատապարտվեցին։ 2008 թվականին, 15 թվականին, 18 թվականին հեղաշրջման չեկան իշխանության։ Մի դատիր, որ չդատվես, որտեղ ինչ որ դատով դու դատելու ես, այդ նույն դատաստանով ես դու դատվելու։ Դու դատում ես մի բանի համար, որ դու ես 7 տարի առաջ այդ նույնը իրագործել։ Ինչ է, այդ նույն օրինակով իշխանության չեկան, փողոցային շարժման հեղափոխության միջոցով իշխանության չեկան, որովհետև Սավուղն է խոսում իրենց մեջ, իրենց մեջի Սավուղն է խոսում, իրենց մեջի այդ փարիսեցիներն են խոսում, կեղծավորներ,
կեղտոտ բերան ունեցողներ։ Եվ ինձ համար շատ մեծ ցավ է, որ տարատեսակ աղանդավորները այսօր պաշտպանում են իշխանություններին։ Ինչ է, հայհոյանքն եք պաշտպանում։ Հայհոյանքով իր բերանը բացողին եք պաշտպանում։